Բարի երեկո Հայաստան, akşamınız xeyir Azərbaycan, iyi akşamlar Türkiye, good morning Amerika, bonjour Fransa, добрый вечер Северный Boşa, Северный Цыган. Նախ հարգելի հետևորդներ, եկել եմ շնորհավորելու բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեծարգո վարչապետ եւ պաշտպանության նախարար ուրեմն Սուրեն Պապիկյանին եւ մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին այն ամենի համար, ինչ որ մենք այսօր ունենք։ Եվ ուրեմն կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ժողովուրդը։ Հիմա անդրադառնամ Վահե Մակարյանին, որովհետև առավոտից ինձ ուղարկում են այդ հոլովակը, իմ հետևորդները, եւ պահանջում են անդրադարձ։ Վահե Մակարյան, արի ես թարավ, շատ լավ։ Ես շատ երկար եմ քեզ հետևել ու մի հատ այսքան դավթար քո մասին հավաքած ունեմ։ Հիմա ուշադիր ինձ լսի, այ անառակաբարո։ Երբ որ կանգնում ես մեծարգո վարչապետի դիմաց, հաշվի նստի այն փաստի հետ, որ քո դիմաց կանգնած է Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետը, տղա, 1։ Երկրորդ, ես այսեն շունչս պահած սպասում էի, որ դու պետք է արտահայտվեիր, որ մի հոգի Թուրքիայում է նստած։ Չնայած մի անգամ մուղամով ինձ կպել ես, իմ գյուղի ակցենտով վարչապետին հարց էիր ձևակերպել։ Շատ լավ։ Քեզ ով է թույլ տվել կպնես այն բլոգերներին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ պետականության կողքին։ Քեզ ով է նման բան թույլ տվել։ Այ անառակաբարո թուլա, ով է քեզ նման բան թույլ տվել։ Այդ տղաները, մեկը արդիշոփի հովոն, ես երբեք չեմ տեսել այդ տղուն, չեմ ճանաչում։ Թու լավան, իրան էլ կյանքումս չեմ տեսել, չեմ ճանաչում։ Այդ մարդիկ աշխատում են իրենց արդար քրտինքով։ Քո նման գյոտ չեն ու փողով հոդված չեն գրում, Վահե։ Լսում ես ինձ։ Ասում եմ շունչս պահած սպասում էի, որ դու իմ անունը տաս։ Ու կապ չունի իմ անունը տվել ես թե չես տվել։ Դու կպել ես հայ ազգի բլոգերներին։ Ու կապ չունի այդ բլոգերներից յուրաքանչյուրը քանի անգամ ինձ անդրադարձել։ Ես բոլորի փոխարեն հիմա քեզ ասում եմ, բախտդ փորձի ու շահարկի որևէ բլոգերի անուն հետ այսու։ Կրկնում եմ, կապ չունի, որ բլոգերը քանի անգամ ինչ հանգամանքներում է ինձ անդրադարձել։ Իրանցից յուրաքանչյուրը իմ քույրերն ու եղբայրներն են։ Իմ հայերն են, որոնք ինձ հետ միասին կանգնած են պետականության կողքին։ Էս մեկ։ Երկրորդ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը որքան էլ որ ժողովրդավար է, այդ ժողովրդավարության ուրեմն բաստիոնը տվել է ժողովրդին։ Ու ժողովուրդը քո ականջները պոկելու է։ Լսեցի՞ր Վահե տղա։ Չնայած ումից եմ ինչ պահանջում, եթե Հայաստանի Հանրապետության լրագրողների ասոցիացիայի նախագահը շատ լավ սաթի կլինի, Հայաստանի Հանրապետության լրագրողներն էլ այս կարգավիճակում պետք է լինեն։ Սաթիկ Սեյրանյան, ամենօրյա ռեժիմով քաղաքական գործիչներին անդրադառնալու փոխարեն միգուցե վերանայես դու ինչ պաշտոնում ես վերընկած։ Քո ոչ մի լրագրող չի տիրապետում լրագրողական էթիկային, Սաթիկ, չաթո։ Դες սկսեմ քո կյանքն էլ պատմել Հովվայի հետ։ Ինչ կայֆերի մեջ էիք, ոնց հովոն քեզ դավաճանեց յախտի վրա, ոնց ռադարեցի Շահինյան հովոյին։ Թե սկսեմ ձեր կյանքը պատմել, այ շատ լավ։ Հիմա ինձ լսի Վահե Մակարյան, մի անգամ էլ դու կանգնես վարչապետի դիմաց ու հանկարծ քո բախտը փորձես, ռեխտ ափրծը բացես, ես քո ռետուզ վախտվանից, այն չարենցավանիտ խլինք օրերից մինչև ապրածդ այսօրը կսարքեմ հանրային։ Ու իմացի քո բոլոր աքիլեսյան գարշապարերը իմ ձեռի տակ է։ Հա, դու ու չաթլախ սաթոն կարա գնաք ինձ դատի տակ։
Լսեցիք ինչ եմ ասում, կարա գնա։ Ու որևէ մեկը ասում եմ, թող այդ այսու փորձվի, հանկարծ որևէ բլոգերի թիրախավորի։ Անկախ նրանից, այդ բլոգերը ինձ կպելա թե չէ, ես պաշտպանելու եմ այդ բլոգերին։ Հասկացանք իրար։ Հա, մի բան էլ, այ շատ լավ։ Ինչ է նշանակում մի բլոգերն էլ մատուցող ա եղել։ Այսինքն մարդը եթե մատուցող ա եղել, իրավունք չունի ապրելու։ Այ գյոտ, որ էթում ես կաֆե, ռեստորան, մատուցողը չի բերում հացը շպրտում դեմդ, տանը որ քեզ հաց են տալիս, հելդում ես դուրս տնեցիքի վրա կայֆավատ ես լինում, այ շատ լավ, չգիտեմ քեզ ինչ բառերով որակեմ, մարդը եթե մատուցող ա եղել, ապրելու իրավունք չունի, իր կյանքը շարունակելու իրավունք չունի, ես ինչ մտածելակերպ ա, երբ եք դուք դադարելու դուրս գաք այդ ես իմ որդավի 19-րդ դարի մտածելակերպից եւ մտածել, որ մատուցող լինելը վատ բան է։ Չէ, պետք է հարգանքով վերաբերվեք յուրաքանչյուր մատուցողի, ով ձեր դիմաց հաց է դնում, որովհետեւ այդ նույն հացը ձեր մոտ ձեռն է տանը ձեր դիմաց դնում։ Մատուցող։ Չէ, մի չէ։ Մատուցող աշխատելու մեջ ինչ վատ բան կա։ Մարդը գնացել է նորմալ ռեստորանում մատուցող է աշխատում, վահե։ Քո նման փողով հոգին չի վաճառել, հոդված չի գրում։ Ու ես քեզ զգուշացնում եմ վերջի անգամ։ Սրանից հետո դու վարչապետին, մեծարգո վարչապետով չդիմեցիր, ոտերս վրեդ մաքրելու եմ վահե տղա։ Հասկացանք իրար։ Այսքան բան։